Սա իրավունքը բաց տեքստով փոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Այսօր մի թեմայի մասին ենք խոսելու, որի մասին խոսելը իրականում շատ դժվար է, բայց լռելը ավելի վտանգավոր։ Խոսելու ենք ընտանեկան բռնության մասին։ Ընտանեկան բռնության մարդկանց հայտնի է միայն ֆիզիկական կողմը, սակայն այն իր մեջ պարունակում է բազմաթիվ խորը շերտեր, որոնցից ամենակարևորի հոգեբանական շերտի մասին կխոսենք այսօր։ Եվ այդ թեմայի մասին խոսելու համար իմ այսօրվա հյուրն է Mastermind հոգեբանական եւ տրեյնինգային կենտրոնի հիմնադիր, տրեյնինգավար եւ հոգեբան Մարիամ Մելքումյանը։ Մարիամ, ողջույն, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Մարիամ ջան, մի քիչ մեզ դիտողներին կպատմեք ձեր մասին, թե ինչ եք, ինչ պրակտիկա ունեք, ինչով եք զբաղվել։ Անի ջան, 10 տարուց ավել արդեն պրակտիկ հոգեթերապևտիկ աշխատանք եմ իրականացնում, աշխատում եմ չափահաս մարդկանց հետ եւ աշխատում եմ նաեւ զույգերի հետ։ Հոգեթերապիայից բացի նաեւ կազմակերպության աշխատակիցների համար soft skill-երի, նույն ինքը փափուկ հմտությունների զարգացման տրեյնինգներ եմ իրականացնում։ Այսօրվա թեման, որի շուրջ մենք խոսելու ենք, իմ աշխատանքային գործունեության ընթացքում բավականին ակտիվ եւ ակտուալ թեմա է ժամանակին եղել, երբ որ ես աշխատում էի հենց բռնության զոհերի հետ եւ նաեւ բռնարարների հետ եւ իհարկե հիմա նաեւ թերապիայի ընթացքում բազմիցս պարզվում է, որ անձինք ընտանիքում հարաբերությունների մեջ բռնության են ենթարկվում եւ հաճախ չգիտեն ինչ անել ու ոնց պաշտպանվել։ Մարիամ, իրականում այնքան կարևոր բան ասեցիք, որ եւ աշխատել եք բռնարարի հետ եւ զոհի հետ, որովհետեւ երկու կողմը ուսումնասիրելը շատ հետաքրքիր է, թե իրավական առումով եւ թե հոգեբանական առումով, որովհետեւ ամեն ինչի հիմքը իրականում հոգեբանական խնդիրներն են։ Ու նաեւ շնորհակալ եմ շատ, որ համարձակություն ունեցաք այս թեման բարձրաձայնելու, որովհետեւ շատերը զբաղվում են, այո, այս թեմայով, բայց դրա մասին խոսել իրականում չեն ուզում։ Անի կարևոր բան դուք այս պահին ասացիք, որ հաճախ հասարակությունը բաց չէ եւ մի տեսակ մերժողականություն կա, որ մեր հասարակությունում եւ ընտանիքներում բռնություն չկա, բայց բռնություն կա, միշտ եղել է, այո, հիմա լուսաբանումը եւ նաեւ իրազեկումն է ավելի շատացել եւ դեպքերի արձանագրումը եւ բնականաբար նաեւ որոշ առումով ունենք դրական տեղաշարժ, որ մարդկանց գիտակցվածությունն է բարձրացել ու միգուցե ավելի զերծ են լինում բռնություն կիրառելուց ու էմոցիա են կառավարում, բայց ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրազեկ լինեն, թե ինչ է իրենց հետ տեղի ունենում, արդյոք դա ճակերտավոր նորմալ է թե չէ ու ինչ անեն, ու նաև մեղավոր իրենց չզգան։ Ես կարծում եմ, այս մասով կարող ենք տարանջատել երկու դեպք, երբ մարդը չի գիտակցում, որ իր նկատմամբ կիրառվում է բռնությունը։ Մենք նորից եմ կրկնում, ինչպես ասացի հաղորդման սկզբում, ֆիզիկական բռնության մասին միայն չենք խոսում, հա, որովհետև նա ակնհայտ է, բայց հոգեբանական բռնության այսպես փուլեր կան, որ անձը չի էլ գիտակցում, որ իր նկատմամբ կիրառվում է բռնություն։ Ու այդ մասով շատ ցավալի է, երբ որ մարդը չգիտի իրականում, որ իր նկատմամբ կիրառվում է բռնություն, գուցե իմանալու պարագայում մի քիչ այլ կերպ կվարվեր եւ այլ օգնության գուցե կդիմեր, հա։ Անի շատ կարևոր բան եք ասում, որովհետև հաճախ բռնության ընկալումը աղավաղված է լինում, որովհետև ինքը իր ընտանիքում, հայրական ընտանիքում տեսել է հարաբերությունների նման մոդել, երբ որ օրինակ մայրը կամ հայրը կամ երեխաները պարբերաբար հոգեբանական ու ֆիզիկական բռնության զոհ են դարձել, ու մի տեսակ դա իր համար նորմալ հարաբերությունների ձև է։ Ես նախորդիվ խոսքիս մեջ ասեցի, որ մեղավոր չզգան, ուզում եմ ասեմ, որ զոհերը իրենց մեղավոր չզգան, բայց բռնարարները կարևոր է, որ պատասխանատվություն վերցնեն ու ընդունեն, որ նորմալ չէ իրենց ագրեսիվ նման վարքը եւ դիմացինին ստորացնելը։ Երևի թե հարկ կա նաեւ ասելու, թե ինչ է ընտանեկան բռնությունը։ Սկսենք, իրականում զրույցը այսպես գնաց, բայց մի հատ, հա, այսպես սահմանումը տանք եւ դրանից արդեն անցնենք հենց հոգեբանական կողմին։ Ընտանեկան բռնությունը ենթադրում է ընտանեկան հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև բռնության առկայությունը, որը իր հերթին ենթադրում է ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից այլոց կամ կոնկրետ մեկի հանդեպ ուժի կիրառումը, այսինքն կարա լինի ֆիզիկական ուժ, հնարավոր է հոգեբանական եւ այստեղ մենք ունենում ենք անհավասար հարաբերություններ եւ որպես կանոն ունենում ենք կրկնվող ցիկլ։
Ուզում եմ տարանջատենք, որ բոլորի կյանքում հնարավոր է լինի իրավիճակային բռնություն։ Այստեղ խոսում ենք իրավիճակի մասին, երբ որ էմոցիաները չեն կարողանում կառավարեն եւ ինչ-ինչ հանգամանքներում կողմերից մեկը մյուսի հանդեպ բռնություն է կիրառում։ Ուզում եմ շեշտեմ, որ տղամարդիկ եւս բռնության զոհ դառնում են։ Այո, կանայք թեև վիճակագրությամբ ավելի շատ են լինում բռնության զոհ, բայց տղամարդիկ եւս կարող են դառնալ հոգեբանական, ֆիզիկական եւ այլ տեսակի բռնությունների զոհեր, բայց ամենաշատը ընտանիքում բռնության են ենթարկվում ուշադրություն երեխաները։ Բայց դա Շատ չի ցավալի, դիտարկվում այո, շատ որպես ցավալի փաստ է այո, դա։ անիջան ու դա չի դիտարկվում որպես բռնություն, դա դիտարկվում է որպես դաստիարակչական միջոց եւ երեխայի վարքը շտկելու միջոց եւ հաճախ նաեւ ծնողները արդարացնում ու ռացիոնալիզացնում են իրենց արածը, որ ծեծում եմ կամ մի հատ խփեցի, որ ինքը մարդ դառնա կամ գիտակցի իր արածը, բայց երեխային դա ընդհանրապես տրավմա է պատճառում, երեխան ֆիզիկական ու հոգեբանական ցավ է զգում, բայց որևէ ձևով չկան հետազոտություններ, որ երեխայի վարքը հակված է դառնալու ավելի դրական, հակառակը երեխայի վարքը ավելի կլինի ագրեսիվ, ավելի կլինի կաշկանդված կամ հետագայում ինքը հակված կլինի նույն բռնարարը դառնալու կամ նույն զոհի հոգեբանությամբ կշարունակի ապրել եւ մեծանալ։ Ուստի եթե տալիս ենք ամփոփում, ընտանեկան բռնությունը ենթադրում է ընտանիքի անդամների միջև ուժի, կիրառման ու անհավասար հարաբերությունների առկայությունը։ Կխնդրեմ Մարիամ ջան, այստեղ խոսել նաև տարանջատումը, հա, սովորական բռնությունից որևէ մեկս երբևէ ոչ մի դեպքում ապահովագրված չենք, որ կարող ենք բռնության զոհ դառնանք մի օր միտեղ փողոցում, նույն թեկուզ ընտանեկան հարաբերություններում գտնվող անձանց դեպքում, հա, բայց այ ոնց հասկանանք, որ դա հենց ընտանեկան բռնությունն է, որովհետև դրա սահմանումը ի սկզբանե պետք է գնալ այն հեռվից, խորը տրավմաներից, հոգեբանական այսպես փուլերից։ Այ դրա սահմանումը մեզ համար Արդեն իսկ բառը ենթադրում է, որ ընտանիքի ֆորմայի մեջ ներգրավված մարդիկ են այդ անում, այսինքն եթե մենք ունենք մեծ ընտանիք, այստեղ կան տատիկ, պապիկ, միգուցե հորեղբայր, մորաքույր, բայց եթե ունենք ավելի փոքր մոդելով ընտանիք, ենթադրվում է ներգրավված են ծնողները եւ երեխաները։ Բայց ուզում եմ ասեմ, որ նույնիսկ եթե օֆիցիալ ընտանիքի իդեան չկա, բայց զույգերը հարաբերությունների մեջ են գտնվում ու այստեղ կա բռնություն, իսկ այստեղ եւս հաճախ լինում է բռնությունը որպես կանոնես փուլերում ադրսևորվում, այս դեպքում եւս մենք խոսում ենք որպես այդպեսին ընտանեկան բռնության մասին։ Միգուցե օրինական ձևով զույգերը չեն ամրագրել իրենց հարաբերությունները, բայց իրենք ունեն հարաբերություն եւ ապրում են այդ հարաբերությունների մեջ։ Հաճախ նաեւ այդ կոնֆլիկտի հետ տարանջատում չեն կանում, լավ հիմա տուն չի լինի, որ խոսակցություն չլինի, ժողովրդական արտահայտություն կա, ոնց հասկանանք հիմա խոսքը բռնության մասին է գնում, թե ուղղակի կոնֆլիկտեցին։ Կոնֆլիկտի դեպքում մենք ունենք շահերի բախում, մենք ունենք տարակարծություն, մենք ունենք միգուցե էմոցիաների դրսևորում, միգուցե ունենք գերակտիվություն կամ գերհուզականություն իդեմս լացի, բայց կոնֆլիկտի դեպքում չկա որպես այդպիսին դիմացինին ստորացնելու դիմացինին բռնանալու գործընթացը, իսկ բռնության դեպքում մենք ունենք իրավիճակ, երբ որ անհավասար իրավիճակ է ստեղծվում ու կողմերից մեկը տուժողի կարգավիճակում է հայտնվում։ Հոգեբանական բռնության մասին ես կուզեմ ուղղությունը տանենք, որովհետև ֆիզիկականի դեպքում ակնհայտ է շատ, որ կա ծեծ, կա հարված եւ միգուցե իրեն շպրտել հաճախ ռացիոնալիզացնում են ու զույգերում հետ աշխատում եմ, ասում են դե ես չեմ խփել, հրել եմ կամ ինչ որ բան եմ նետել մի հատ ապտակեցի կամ մի հատ ամտակեցի, ծեծը պատկերացնում են, որ տենց հատկապես տղամարդկանց կողմից ծեծը պատկերացնում են, թե իրանք ոնց կծեծեին տղամարդուն, այ այդ նույն կերպ պիտի ծեծեն, որ դա դիտարկվի ընտանեկան բռնություն, որովհետև շատ հաճախ եմ այսպես լսում, որ զանգարում խորհրդատվության համար կամ մոտենում են, ասում են, բայց ես բան չեմ արել, ընդամենը մի հատ ապտակել եմ։ Կինս է կամ երեխասը մի հատ ապտակել եմ։ Ֆիզիկական բռնությունը ինքը համարվում է ամենատեսանելի բռնության ձևը, բայց մենք ունենք բռնության, ընտանեկան բռնության այլ ձևեր, մասնավորապես մենք ունենք հոգեբանական բռնություն, ունենք տնտեսական բռնություն, ունենք մշակութային եւ իհարկե սեռական բռնություն։ Սեռական բռնությունը եւս զուգակցվում է ֆիզիկական բռնությանը։ Ուզում եմ ասեմ, որ նույնիսկ եթե զույգերը ունեն
ստաբիլ ինտիմ կյանք եւ ինչ որ մի օր չեն ուզում սեռական հարաբերություն ունենան ու իրենց կամքին հակառակ պարտադրաբար ունենում են հարաբերություն, սա արդեն իսկ համարվում է սեռական բռնության ձև եւ հաճախ մարդիկ գիտակցում չունեն, որ ինչքան էլ կա միասնություն, կա նաեւ անձնական սահման եւ իրենք իրավունք ունեն ուղղակի ասելու ոչ, անկախ նրանից հարաբերության որ կետում են գտնվում ու ունենան նաեւ այդ սահմանը որպես այդպեսին պաշտպանված ու հարգված։ Կանանց ու տղամարդկանց ու երեխաների հանդեպ տարածված բռնության ձևը նաև մշակութային ու տնտեսականի դեպքում ֆինանսական միջոցներից զրկում են եւ մի տեսակ ակտուալ է։ ծերերին կարող է օրինակ թոշակին չտան հասանելիություն ու ասեն դե մեծ էս ինչի տա պետք այստեղ կա իրական եւ օբյեկտիվ հատված որ այո հնարավոր է ի վիճակի չի մեծահասակը գնա եւ գնումներ անել բայց կա սրա նաև մյուս կողմը մեդալի որ ուղղակիորեն հնարավորություն չունի իր ֆինանսը տնօրինելու եւ գումարը ձեռքից վերցնում են ու որևէ ձևով հաշվի չեն առնում այլ դեպքում հնարավոր է կնոջը գումար չտան ես այս պահին էլ ունեմ ակտիվ кейսեր որ կանայք քննարկում են տարիներ շարունակ իրենք աշխատել են գումարը տուն են տարել ոչ թե ընտանեկան ընդհանուր բյուջե այլ ուղղակիորեն տվել են օրինակ իրենց սկեսուրին ամուսնուն կամ ամուսնու պապային ու իրենք պետք է բառից բուն իմաստով խնդրեին իրենց տան տրանսպորտի գումար եւ իրենք հաշ չեն եղել իրավիճակի հետ իրենց համար դժվար է եղել, բայց նաև չեն հասկացել, այո, լռել են, որ այդքան էլ օքեյ չէ, ընդունելի չէ եւ դու իրավունք ունես հասանելիություն ունենաս թե ընտանեկան բյուջեին, թե առավել եւս քո աշխատած գումարին։ Մշակութային բռնությունը ինքը ենթադրում է, որ մշակույթում մենք ունենում ենք ինչ-որ նորմեր, սովորույթներ, որոնք թվում է թե սովորույթի մակարդակում են, բայց իրականում այստեղ եւս ունենք իրավունքների ոտնահարում, անձնական սահմանների չհարգում, ամենատարածված մշակութային բռնության տեսակներից դա մանկահասակ երեխաների ամուսնությունն է ժամանակին նաև աղջիկ փախցնելու ճակերտավոր մշակույթ կար երբ որ կամքին անկախ հնարավոր է փախցնեին ու դրանից հետո արդեն օֆիցիալ ամուսնություններ գնում մի տեսակ թվում է թե սա մշակութային սովորույթ է բայց իրականում այստեղ ունենք մենք կամքին հակառակ գնալու երևույթ ուզում եմ խոսեմ որ բռնությունը առավանգում է այո Անի ջան, բռնությունը ենթադրում է, որ անձը հաշտ չի ցանկանում այդ ամենը լինի, բայց իրեն պարտադրում են, ստիպում են։ Հարկադրաբար գործողություն Այո, հարկադրաբար ու հաճախ նաև համոզում են, որ ճիշտը սա է, այսպես պետք է լինի։ Օրինակ, եթե դու, չգիտեմ, ճաշը անհամ ես սարքել, իմիջիալոց բռնության դեպքերում սա հաճախ էր որպես այդպեսին բարձրաձայնվում, երբ որ պատճառների մեջ խորանում էինք, դե տունը հավաքված չէր, երեխան լացեց, ճաշի մեջ աղը շատ էր քիչ էր, այսինքն էական չի ինչ, որպես վարքի ձև բռնարարը արդարացնում է, որ դե նորմալ է, ես պետքա տենց անեի։ Եվ հոգեբանական բռնությունը, որը շատ տարածված է, բայց հաճախ չի դիտարկվում որպես բռնություն, դրսևորվում է հետևյալ ձև. ազատության սահմանափակումը մեկը, երբ որ սա դիտարկվում է որպես գերհոգատարություն, խնամք, բայց արդյունքում անձը չունի, օրինակ ազատ տեղաշարժի հնարավորություն, հնարավոր է շատ պիտակներ տան, որ բարոյականությանը կպնեն, մեղքի զգացում առաջացնեն, ստորացնեն պարբերաբար ինքնավստահության եւ ինքնագնահատականի վրա ազդեն, որ դու պիտանի չես, դու ի վիճակի չես, վատն ես, այսինքն պարբերաբար կա ստորացման process, միշտ մեղքի զգացում են դիմացինի վզին փաթաթում ու ելի եմ շեշտում կապ չունի տղամարդիկին, երկուստեք հնարավոր է այս իրականացնեն ու արդյունքում ունենում ենք իրավիճակ, որ կողմերից մեկը միշտ իրեն զգում է վատը, միշտ զգում է մեղավոր ու կյանքի որակը շատ ընկնում է, շատ ընկնում է, առկա է լինում վախի, տագնապի, մշտական զգացողություն։ Իրավիճակային բռնության դեպքում, որը եւս արդարացում չունի, ուզում եմ շեշտեմ, հարաբերությունները հետո վերականգնվում են, կողմերից մեկը պատասխանատվություն է վերցնում, միգուցե ներողություն է հայցում եւ ճակերտավոր առողջ հարաբերություն ենք ունենում, բայց երբ որ մենք ունենք բռնության ցիկլ, սա պարբերաբար կրկնվում է եւ կյանքի որակը բավականին ընկնում է ու միշտ կա վախի առկայություն, տագնապի առկայություն, հնարավոր է կեղծ երջանկություն ցույց տան, որ սա երջանկություն է ու մենք իրար հոգ ենք տանում, խնամում ենք ու հաճախ սոցիալական մեդիան էլ այնքան վատ ազդեցություն է ունենում անի իդեալական զույգեր են ցույց տալիս
ճամփորդություններ, իրար գեղեցիկ շքեղ նվերներ, ու երբ որ միջին վիճակագրական մարդը նայում է, ասում է իմ կինը կամ իմ ամուսինը իմ համար չի անում էս, ուրեմն ինչ, ինձ քիչ է սիրում, հետո ինչ որ մի օր պարզվում կամ իմանում ենք, որ օրինակ ընտանիքում բռնություն էր առկա, դավաճանություն էր առկա, բարբերաբար ծեծ կամ հոգեբանական սեմացում, այսինքն այդ արտաքին ցուցադրված գաղափարը միշտ չի որ խոսում է իրական հարաբերությունների առողջության մասին։ Այստեղ պետք է տարանջատել սոցիալական ցանց եւ իրականություն, որովհետեւ Այո, թե մեր մասնագիտության մեջ, թե ձեր այո, մասնագիտության մեջ այնքան շատ ինֆորմացիա ունենք, այնքան անձանց այո, մասին, ես նույնիսկ շատ վստահորդների, այսպես ասած, գիտեմ այդ ահա, փաստը, որ եղել է, մհմ, խորհրդատվության են դիմել, օգնություն ենք ցույց տվել, բայց նույն սոցիալական այո, ցանցում նայում ես, թվում է թե երջանիկ, իդեալական երջանիկ զույգ են։ այո, Ու իրականում տես այստեղ էլ կա ինչ որ խնդիր հոգեբանական իմաստով, որ չենք էլ հասկանում, թե մարդը դա ինչի է անում, ում է ցույց տալիս, դա արդեն մի քիչ ուղղությունը տանում է մեկ այլ հոգեբանական խնդիր, բայց ես կուզենամ այս մասով մենք գանք մի հատ այդ ցիկլերը այո, հստակեցնենք, հա, որ մարդկանց համար ավելի պարզ լինի, թե այո, իրենք ինչի միջով են անցնում, հա, որովհետև շատ հաճախ այդ իրենց ներկայացվում է որպես իրականության խեղաթյուրում ու իրենք ամեն անգամ այն երրորդ ցիկլին հասնելուց շուտով կխոսենք դրա մասին, երրորդ ցիկլին հասնելուց ասում են, չէ, ես սխալվեցի, սա այդ չէր իրականում ինքը ինձ սիրում է։ Անի ջան, բռնության երևույթը որպես այդպեսին շրջափուլով է դրսևորվում ու լինում է լարվածության փուլ, երբ որ զույգերը իրար բզում, բշտում են, անընդհատ քննադատում են, շատ լարված է հարաբերություններում լինում, այնուհետև հենց բուն բռնության փուլն է տեղի ունենում, երբ որ արդեն էմոցիաները պայթում են, վարքը ագրեսիվ է լինում ու կոնկրետ ինցիդենտ է տեղի ունենում, ճակերտավոր բռնության այդ դեպքն է տեղի ունենում ու սրանից հետո հաճախ զոհերը սկսում են բողոքել, գանգատվել, օգնություն են փնտրում եւ ձեր եւ իմ փորձը պրակտիկայում ցույց է տալիս, որ երբ որ սկսում ենք այդ օգնություն ցույց տալու կազմակերպելու փուլը, մեկ էլ հանկարծ ինչ որ մի փուլում ասում են չէ, փոխվել է, փոշմանել է, հետ եմ գնում ու գալիս է մեղրամսի փուլը, երբ որ ծաղիկ, շոկոլադ վիճակ, պատասխանատվություն են փորձում վերցնեն, փոշմանած են զգում ու սկսում են հարաբերությունները վերականգնեն, միանում են ու ինչ որ մի փուլ էլի սկսում է դրսևորվել այս շրջափուլը, ստացվում է ունենք լարվածություն, բռնության հենց փուլ ու մեղրամսի փուլ։ Ես որպես հոգեբան ուզում եմ խոսեմ, որ այստեղ շատ կարևոր է, որ թե անձը, ով պարբերաբար բռնություն է կիրառում ու թե այն անձը, ով բռնության զոհ է դառնում, գիտակցի, թե ինչ սխեմայով է ինքը առաջնորդվում, ինչ սցենարով է ապրում։ Մանկուց մենք մեր ուղեղում ինչ որ մի հատ սխեմա ենք ստեղծում, թե իմ կյանքը, իմ հարաբերությունները ինչպիսին պետք է լինեն ու համապատասխան այդ սխեմայի ու սցենարի էլ մենք սկսում ենք ապրել։ Ու հաճախ չենք է գիտակցում, որ մի տեսակ մենք հակված ենք անընդհատ զոհականանալու, ճակերտավոր, իհարկե էլի եմ ասում, սա չի արդարացնում բռնարարի արածը, բայց մի տեսակ մենք ինչքան էլ բողոքում ենք այս իրավիճակից, ինչ որտեղ նաև հաշտ ենք այս իրավիճակի հետ այն առումով, որ դե հարաբերությունները սենց էլ պետքա լինի, իսկ ուրիշ ձև լինում է, իմ մաման պապան էլ էին սենց հարաբերվում, իմ տատին պապին էլ կամ իմ հարազատների ընտանիքում էլ է սենց, մի տեսակ ոնց որ մենք ունենք անգիտակցական սխեմա, սա հեչ գիտակցված չի լինում եւ մենք անընդհատ տարբեր իրավիճակներում արդարացնում ենք այդ մեր սխեմայի իրագործումը ու հոգեթերապիան հենց ուղղված է լինում ոչ միայն ռեսուրսների վերհանմանը, որպեսզի մարդը կարողանա իրեն պաշտպանել թե ֆիզիկապես, թե հոգեպես, այլև ուղղված է լինում իր ներքին խորքային սցենարների ու կոգնիտիվ սխեմանների բացահայտմանը, որպեսզի հասկանա անձը, թե ինչի է հանդուրժում ու ոնց կարա այդ իրավիճակից մինիմալ վնասով դուրս գա, որովհետև դուրս գալը միշտ չի որ հեշտ է։ Ես Հատկապես կասեի, տարիների ընթացքում այո, այդպես այո, ձևավորված այո, զոհի կարգավիճակից դուրս այո, գալը շատ բարդ է։ Եվ այո, հետո որևէ կերպ զոհը ապահովագրված չի, որ մեկ այլ նույն այո, հարաբերության մեջ կմտնի, որովհետև եթե առանց հաղթահարելու դուրս է գալիս, այո, դեպքերը տարբեր են, շատ դեպքերում լինում է ուղղակի ծնողներն են գնում ազատում այդ իրավիճակից եւ այլն, բայց նորից էլի գալիս բախվում են նույն կետին, Անի էլի։ ես քեյսեր եմ ունեցել դեպքեր, երբ որ օրինակ ծնողական
հայկական ընտանիքում ինքը եղբոր կողմից էր բռնության ենթարկվում, որովհետև դե տանտղեն ինքը պետքա որոշի ինչ հագնես, ուր գնաս, ինչ անես, այնուհետև այդ շարունակվում է ընտանիքում արդեն, որը ինքն է ստեղծել, ու այնուհետև ինքը արդեն իր իսկ երեխաների հանդեպ է այդ բռնությունը ցույց տալիս, բայց եթե չափահաս մարդկանց դեպքում ենթադրվում է, որ ունեն ազատություն ու ինքնուրույնություն դուրս գալու այդ հարաբերություններից, երեխաների դեպքում շատ դժվար է, որովհետև երեխաները կախյալ են իրենց ծնողներից եւ հաճախ նաեւ ինչ որտեղ արդարացնում են իրենց ծնողներին եւ իրոք գտնում են, որ հա ես էսպես ինձ պահեցի, դրա համար բռնության ենթարկվեցի։ Դե որովհետև փոքրուց ներդնում են, չէ՞, այդ միտքը, այ դու, չգիտեմ, այս գործողությունը սխալ արեցիր, դրա համար կպատժվես։ Այդ նույնը նաև մեծահասակ զոհերի դեպքում են անում։ Դու կարճ կիսաշրջազգեստ էիր հագել, ես տեսա դա ինձ դուրս չեկավ, կամ կողքից մեկը նայեց, ես խանդեցի, կամ ես ալկոհոլ էի օգտագործել եւ այլն։ Դու պետքա չխոսայիր։ Դու պետքա չխոսայիր իմ խմած ժամանակ, այսպես ասենք, էլի։ Անի ընտանեկան բռնության մասին օրենքը, երբ որ 17 թվականին ներդրվեց Հայաստանում, հուսով եմ թվականը ճիշտ հիշեցի, վերջին տարիներին նաև վերամշակվել, որոշակի կետերով փոփոխությունների է ենթարկվել, ունեցանք ճակերտավոր դրական տեղաշարժային առումով, որ ընտանիքում բռնություն իրականացնող մարդիկ ինչ որ չափով ավելի զգոն դարձան այն առումով, որ կարան նաև պատժվեն իրենց արածի համար, եւ սա չի արդարացվելու որպես դե կինը տա, ամուսինը տա, օքեյ է, կամ մամա տա, պապա տա, բա նորմալ է, մի հատ էլ կարան հարված են։ Ուզում եմ ասեմ, որ շատ հաճախ հասարակությունը բաց չի լինում եւ մերժում է, որ կա ընտանիքում բռնություն, միջև այն կետը, որ ունենում ենք լետալ ավարտ մահվան ելքով ու պարզվում է հարևանները, բարեկամները բոլորը գիտեին ինչա կատարվում, բայց ոչ մեկ բոլորը լռում էին եւ ասում էին դա իրանց գործն է, մեր գործը չի, բայց ուզում եմ ասեմ, որ որպես կանոն, եթե ունենք ֆիզիկական բռնություն, մենք արդեն իսկ ունենք բռնության բոլոր տարատեսակները հավանականությամբ։ Եթե կա ֆիզիկական, այդ նշանակում է եւ հոգեբանական կա եւ ստացվում է, որ մենք կյանքի հետ գործ ունենք եւ մարդիկ ուղղակիորեն ապրելու իրավունքից են իրանց զրկվում եւ իհարկե մեդիան հետո լուսաբանում է, ասում են վայ, երեխայի հանդեպ ծնողը բռնություն է իրականացրել, այս վերջերս համացանցում բավականին քեյսեր նման տիպ եղավ, զույգերից մեկի հանդեպ է եղել, ամեն ինչ սկսում է մեկ ճակերտավոր անմեղ հարվածից։ Այո։ Ու հետո դառնում է դա սովորութային վարք, որ եթե մի բանից դուրս չի գալիս, ես ոչ թե խոսամ, քննարկեմ, զիջեմ, հարմարվեմ, ես պետքա իմ ուժը ցույց տամ։ Իրականում Մարիամ դրական դինամիկայի մասով ես էլ իմ կողմից կարող եմ արձանագրել, որ իրոք ունենք դրական դինամիկա, այդ նոր փուլում, երբ որ այսպես շատ խորթեր նույնիսկ արտահայտությունը մարդկանց համար, եւ մենք ունեինք հատկապես մարզերում, չեմ ուզում տարանջատել, բայց մարզերում մի քիչ ավելի դժվարությամբ սկսեցին այդ երևույթը, այսպես ասած, հարմարվել այդ երևույթի գոյության հետ, հա, որովհետեւ նույնիսկ իրավասու մարմինների աշխատակիցների հետ խնդիրների էին բախվում մարդիկ։ Այ հասել են այն փուլին, բարձրաձայնել են, գնացել են բողոքը ներկայացրել են, բայց նույն իրավասու մարմնի աշխատակիցը դժվարությամբ էր դրան ընթացք տալիս, որովհետև ասում էր, հա դե լավ, ինչ անենք, ամուսինը տա մի հատ էլ խփել է, մի հատ էլ հարվածել է, հիմա դրա համար պիտի էս երեխեքին թողնես, բաժանվես, այս արտահայտությունը այնքան շատ էր հնչում։ Ու հիմա ուզում եմ արձանագրել, որ իրոք դրական դինամիկա ունենք, իրոք քրեական գործերում այսպես զարգացում ունենք եւ շատ լուրջ են վերաբերվում հենց ընտանեկան բռնության դեպքերին ու պարտադիր այսպես խոշորացույցի տակ քննվում են այդ գործերը։ Այդ իմաստով կարող եմ ես ուրախությամբ ամեն դեպքում արձանագրել այդ փաստը։ Անիկ շատ կարևոր բան եք դուք այս պահին նշում ու կարևոր է նաեւ որ հասարակությունը չլինի քննադատ, որ չասեն օրինակ տուն են քանդում, ընտանիք են քանդում, որովհետեւ երբեմն այդ ընտանիքի գաղափարը կա դրսից, բայց ներսում կա անտանելի իրավիճակ, երբ որ կողմերից ոչ մեկ երջանիկ չի, բռնարարները եւս երջանիկ չեն։ Ինչքան էլ թվում է թե իրանք դոմինանտ դերում են, բայց վստահաբար այդ process-ում լիքը բացասական էմոցիա են զգում ու շատ դժվար է լինել երջանիկ, եթե հոգեպես առողջ մարդու մասին ենք իհարկե խոսում, երբ որ տանը կա մշտական լարվածություն։
Մարիամ, երևի թե հոգեբանը կան առումով առողջ մարդը նման քայլի չի դիմի։ 1-2 դեպք գուցե, բայց այդ մշտական ընթացքը կարծում եմ ոչ։ Երևի ինձ ավելի ճիշտ կուղեք դուք, բայց ես իմ այսպես սուբյեկտիվ կարծիքով կարծում եմ մարդը չի կարող բավական, եթե ինքը հոգեպես առողջ է եւ ունի այսպես բավարարված կյանք, ամեն դեպքում իր պահանջները բավարարված են եւ կյանքի նկատմամբ որևէ պահանջներ այլ չունի, այսպես բռնության ենթարկելը մարդուն չի կարող իրեն բավականություն պատճառել։ Անի հոգեկան առողջության մասին խոսելիս իմիջիալից շատ լավ է, սպայն դուք հարց բարձրաձայնեցիք, հա, որոշ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դեպքում մեծ է հավանականությունը ագրեսիայի դիմելու։ Բայց մենք ունենք ճակերտավոր հոգեկան առողջության նորմայի շրջանակներում գտնվող անձ, որը ունի լիքը դիրքորոշումներ, որ ինքը ավելին է, քան զուգընկերը, ինքը եթե փոխաշխատող է կամ X սեռի ներկայացուցիչ է, ապա արդարացված է, ինքը իրավունք ունի տենց պահի։ Այսինքն սա մի տեսակ ուսուցված վարքի ձև է, որ ինքը յուրացրել է կամ դրսից, կամ իր փորձի ընթացքում է ներքնայնացրել, որ ես իրավունք ունեմ էս անելու։ Հա, որոշ դեպքերում էմոցիաների ազդեցության տակ, հնարավոր է ստրեսային իրավիճակներում վարքը լինի շատ ագրեսիվ։ Fight, flight, freeze մոդը որպես այդպեսին ռեակցիա կոչվում, արձագանք, որ ստրեսի ժամանակ հնարավոր է ինչ-որ մեկը գերագրեսիվ լինի, ինչ-որ մեկը սառի, ստոպ տա եւ ինչ-որ մեկը փախչի։ Իրավական առումով էլ դա ունենք։ Այնպես չի, որ հանցագործությունների կատարման ձևեր կան, որոնց դեպքում արդարացվում է, հա, ճակերտավոր իհարկե արդարացվում է այդ արարքը, որովհետեւ մարդը շատ իրավիճակներում կարող է հայտնվել, բայց այդ շարունակական, այդ այդպես պարբերաբար կիրառվող բռնության մասն է էլի խոսքը։ Անի մենք ունենք որպես այդպեսին անձի կառուցվածք որոշակի ունեցող մարդիկ, ովքեր չունեն մեղքի զգացում։ Շատ հաճախ համացանցում տարածված է, ասում են օրինակ ինքը պսիխոպատ է։ Շատ sense ճակերտավոր բան են անում, պիտակավորում են։ Հա, որովհետև այդ ձևակերպումները հիմա որ հասանելի են մարդկանց դարձել, հա, այդ օգտագործում մանիպուլյատոր, աբյուզեր, այս մի քիչ էլ sense ռոմանտիկ բան են, ֆոն են տալիս այդ ամեն ինչին, բայց մենք չենք հասկանում, որ իրականում մենք գործ ունենք հոգեկան տրավմա ունեցող անձի հետ, ում գործողությունները չի կարելի նորմալ համարել, ինչքան էլ դրան sense սիրուն անուն ենք ճակերտավոր տալիս։ Պսիխոպաթիայի դեպքում մենք իրավիճակ ունենք, որ հնարավոր է անձ ունենա ինտելեկտի բարձր մակարդակ, բավականին լավ աշխատանք հնարավոր է նաև ունենա, բայց հարաբերությունների մեջ չունի որպես այդպիսին մեղքի զգացում, ինքը գտնում է, որ մարդիկ միջոց են ու նպատակին հասնելու համար յուրաքանչյուր միջոց կիրառելի է եւ որպես այդպեսին նաև պատասխանատվություն չի զգում։ Ռեալ ինքը համոզված է, որ եթե իրան տենց է հարմար, այդ իրավիճակում այդպես է մտածում, ինքը իրավունք ուներ այդպես վարվելու։ Իհարկե, այստեղ շատ ավելի այլ գործոններ կան, բայց ուզում եմ ասեմ, որ զգայությունները, անկալումները տուժած չեն։ Օրինակ ոնց է շիզոֆրենիայի դեպքում մենք երբ ուզում եմ ասեմ, որ այս ախտորոշումները հոգեբուժների կողմից է միայն նշանակվում, բայց ես որպես կլինիկական հոգեբան, ով պարբերաբար աշխատում է հոգեբուժների հետ, ինձ իրավունք կվերապահեմ մի քիչ ինֆորմացիա տամ, հնարավոր է անձը ունենա զառանցանք, երբ որ ընկալումները տուժած են ու ինչ որ պատկերներ ու ձայներ է լսում, որոնք իրեն թելադրում են ինչ որ բան անեն, բայց իրականում չկան այդ պատկերներն ու ձայները։ Այս դեպքում իրականում դա նոր սկսվող շիզոֆրենիայի երևույթներ էլ կարող են լինել, այսինքն կարող է դեռ process-ը հասած չլինի այն մակարդակին, որ դիագնոզ դրվի շիզոֆրենիա, բայց ինքը լինի այդ ընթացիկ փուլում։ Պլյուս Անի ջան, այստեղ շատ կասկածամտություն է լինում, հաճախ երբ որ ներկայացնում են քեսը, ասում են ամեն ինչին կասկածում է, ինքը վստահ է, որ հետևում են, վստահ է, որ որոշակի գործողություններ է արել ու նաև արդյունքում հնարավոր է գերագրեսիվ լինի, ու սենց լիքը ընկալումների խանգարում կարա լինի հոգեբուժական տարբեր դեպքերի դեպքում։ Պսիխոպաթ կոչվածի դեպքում ճակերտավոր արտաքինից չունենք որևէ տեսանելի եւ կասկած հարուցող վարքի ձև,
բայց մենք ունենք դիրքորոշումների եւ ընկալումների հետ կապված տարբեր խնդիրներ, որ անձը իրեն համարում է ավելին եւ որևէ ձևով մեղքի զգացում չունի։ Միշտ իրեն արդարացված ու արդարացի է համարում։ Այս մասով երևի թե այսպես կարելի է նաև այդ դրա շրջանակներում պսիխոպաթների պարագայում քննարկել նաև դեպքը, երբ իրենք հատուկ են ստեղծում այդ արտաքին կարծիքը, արտաքին շրջապատի կարծիքը իրենց մասին, որ ինքը շատ լավն էր, շատ լավ աշխատանք ունի, աշխատանքի վայրում իրեն բոլորը սիրում են ու շատ դեպքերում, երբ որ кейսը հենց հատուկ նայում ես, դու տեսնում ես իր վարքագիծը, հասկանում ես, որ այդ բոլորի մոտ շրջապատում ինքը ստեղծել է այդ տպավորությունը, որ հետագայում իրեն չմեղադրեն, այս էլ սենց ինչ-որ մի ուղղվածություն է, որտեղ իմ պրակտիկայում շատ է հանդիպել դեպքը, երբ որ ես ասել եմ, բայց լավ, ինչի՞ չեք բարձրաձայնում, օրինակ իր ծնողների մոտ, ու եղել է հետադարձ այսպես մի հատ արտահայտություն, որ ինձ չեն հավատա, որտեվ ինքը իրան այնքան ճիշտ, այնքան այսպես ճակերտավոր ճիշտ, հա, ճիշտ է պահում շրջապատում, որ մարդիկ ինձ ուղակի չեն հավատա։ Անի շատ հետաքրքիր բան էս պահին ասացիք, որ հաճախ մարդիկ, ովքեր ընտանիքում բռնություն են իրականացնում, շատ հնարավոր է ունենան սոցիալական ընդունելի ստատուս ու կերպար, լինեն այլ ղեկավար, լինեն այլ ձևի զավակ, ընկեր, բայց որպես զուգ ընկեր կամ պապա կամ մամա, լինեն շատ ագրեսիվ, շատ վտանգավոր եւ շատ ստորացնող ու հաճախ դերերը տարբեր են լինում ու միշտ պետք է հիշենք, որ միգուցե քո հարաբերություններում անձը հարգում է սահմանները, բայց իր զուգընկերոջ հետ հարաբերություններում չի հարգում եւ պարբերաբար ստորացման ու բռնության է ենթարկում։ Ու այստեղ էլ գալիս ենք այն մյուս արդեն չարիքին, սոցիալական ցանցերի քննադատությանը, որ սա մի առանձին արդարադատություն է, հա, որ սոցիալական ցանցերը, երբ որ դեպքը բացահայտվում է, ու այդտեղ ծանոթ, անծանոթ բոլորը իրենց սուրբ պարտականությունն են համարում մտնել եւ կարծիք հայտնել, էլի այդտեղ։ Որովհետեւ մեծամասամբ մարդկանց ընտանիքներում լինում է իրավիճակներ, որ միգուցե իրանք իրավիճակային զոհ են դարձել։ Այսինքն դա մշտական չի, բայց ինչ որ մի անգամ եղել է կամ իրանք են բռնություն կիրառել կամ իրանց հանդեպ է եղել ու նաև դժվար է ընդունել, որ տենց բան կա, շատ ավելի հեշտ է քննադատել ու մերժելը, որ չկա, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, գոյություն չունի կամ նույնիսկ եթե կա դա բռնություն չի, ադե պատահում է, այլ ոնց կարող է իմ հանդեպ այդպեսի բան արվել։ Ներել եմ, հանդուրժել եմ, ինչ որ մեկը չի հանդուրժում ու արդյունքում ունենում ենք տարիներ ձգվող իրավիճակներ ու ելի եմ շեշտում մահվան ելքեր ու երեխաների դեպքում կործանված, չակերտավոր ճակատագրեր են առումով, որ խորը ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներով են այս երեխաները մեծանում։ Մարիամ, սեռական բռնությունն էլ է շատ երեխաների նկատմամբ, իրոք ցավալի աստիճանի շատ են։ Ու ասում են իբր չկա, բայց ես ինքս դեպքեր ունեցել եմ, աշխատել եմ, որ երեխաները հենց դեռահաս տարիքում կամ հասուն տարիքում հիշում են մեծահասակները, թե իրենց պապին, հորեղբայրը, հայրը կամ այլ ընտանիքի անդամ ոնց է իրենց հետ սեռական բնույթի գործողություններ արել։ Եվ այնքան մեծ մեղքի զգացում են ունենում մի բանի համար, որի համար իրանք պատասխանատու չեն։ Ու գիտեք ինչ, հաճախ ընտանիքի մյուս անդամները այդ իմանում են, քողարկում են, չեն բարձրաձայնում, օգնության չեն դիմում, որտեվ չակերտավոր վախկա խայտառակ լինելու, վախկա հետո ապրելու, պլյուս նաև մարդիկ չեն պատկերացնում, բա ոնց են առանձին ապրելու։ Գիտեք ինչ մեխանիզմ անի ջան աշխատում, որ այն ինչ կա հիմա թեկուզ վատ է, ես գիտեմ ինչ կա, բայց թե ինչ է հետո լինելու, այդ անորոշությունը ավելի է վախեցնում։ Որոշակիությունը թեկուզ վատ մարդու համար շատ ավելի ընդունելի է, քան անորոշ, նույնիսկ լավի նկատմամբ այսպես տրամադրվածություն։ Ուզում եմ ասեմ, որ բարձր աշխատավարձով, կրթությամբ մարդիկ եւս բռնության ենթարկվում են եւ դուրս չեն գալիս այս ցիկլից, մնում են հազար ու մի պատճառից ելնելով, այսինքն միշտ չի որ հիմնական խնդիրը չգնալու այդ ֆինանսն է։ Այստեղ կարևոր է իհարկե պետության ու սոցիալական ինստիտուտների ներգրավվածությունը, որ աջակցություն լինի, shelter անգլերենից թարգմանաբար ոնց որ
կտուր ճակերտավոր ապահով լինի, որովհետև երբեմն այնպիսի իրավիճակ կա, որ վտանգավոր է նույն տան մեջ կենցաղ կիսելու ու հարկա, որ կողմերից մեկի համար առանձին տարածք ապահովել։ Եվ զոհը իրականում որևէ տեղ չունի գնալու, Չունի գնալու, ունի այո։ ծնողական տուն, նույնիսկ եթե ունի, դեպքեր կարա կան գնա, չունի էլ, չունի։ բայց կա դեպք, որ ունի, բայց չի էլ կարող այնտեղ գնա, որովհետև այնտեղ էլ է նույն իրավիճակը եւ այնտեղ էլ իրեն ոչ մեկ չի սպասում։ Այո, ուստի կարևոր է, որ մենք չլինենք քննադատ, այստեղ շատ կարևոր է, թե մենք ոնց ենք վերաբերվում այս դեպքերին, երբ որ լսում ենք նման դեպք ա եղել ընտանիքում։ Այստեղ էլ շատ կարևոր հարց է, թե մեզ ոնց պահենք, Այո։ օրինակ շրջապատում։ Ես ինքս չկարողանամ, եթե իմ շրջապատում ինչ-որ մեկը լինի, որին պիտի խորհուրդ տամ, հա, ոչ մասնագիտական, այսպես զուտ ընկերական խորհուրդ, ես գուցե չկարողանամ դրա այսպես ճիշտ որոշումը հասկանալ, էլի։ Հոգեբանական իմաստով այդ մասը մի քիչ որ բացատրեք ինձ համար էլ էլի հասկանալի լինի։ Օրինակ դեպքը մարդը տեսել է, ոնց դրան արձագանքի։ Նախ ասեմ, որ էմոցիոնալ առումով իրոք դժվար է, երբ որ քեզ հարազատ ինչ որ մեկին ցավացրել են, ու կամ նույնիսկ եթե հարազատ չէ, մարդ է, ով այդ պահին ցավում է։ Ամենաառաջինը, որ չլինենք քննադատ ու մեղավոր չհանենք իրան, որ դե դու տենց հարեցիր, դրա համար քո հետ տենց վարվեցին։ Հա, կարա լինի պատճառ հետևանքային որոշակի կապեր, բայց այս չի նշանակում, որ մարդով բռնության է ենթարկվել, արդարացվում է այդ process-ը ու օքեյ է, որ ինքը զոհի կարգավիճակում է։ Առաջին չքննադատել, երկրորդ ուղղակի պետքա լսել։ Այս լսելը նաև, որ դու ապահով տարածք ես ստեղծում, որ քո մոտ կարան խոսան ու նաև հանգիստ լինեն, որ չես քննադատելու, պլյուս ասել, եթե կա մի բան, որով կարող եմ քեզ օգնել, ես այստեղ եմ կամ։ Ու չգիտենք ինչ կարա լինի։ Ֆինանսից սկսած վերջացրած ուղղակի խոսել, ուղղորդում անել, լսել հազար ու մի հարց կարա լինի, բայց տալ այդ ապահով տարածքը, որ եթե հարց լինի, իմացի ես քո կողքին եմ, պլյուս նաև ասել, որ ես ցավում եմ, որ ես իրավիճակում ես հայտնվել, իմ համար ցավոտ է։ Գիտեք, շատ կարևոր է այդ ապրումակցումը, էմպաթիան, որ դու ասում ես, միգուցե նաև ես իրոք չգիտեմ այս բանին ինչ անեմ։ Իմ համար անակնկալ է, որ ես իմացա դու սենց իրավիճակում ես։ Լինել անկեղծ, որ քեզ էլ ա ցավում, բայց ես ուզում եմ քեզ օգնած լինեմ, որովհետև այս իրավիճակում իրոք օգնության կարիք ունես։ Այս չի նշանակում, որ զույգերը իրարից կբաժանվեն, կհեռանան, միգուցե այդ պահին քո տաք անկյունը հոգեբանական ստեղծած տալիս է ապահովություն, բայց ես ուզում եմ մարդիկ իմանան ու իրազեկ լինեն, որ եթե ընտանիքում կա մշտական կրկնվող ֆիզիկական բռնություն, այստեղ կա շատ մեծ ռիսկեր վնասվելու ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Ու շատ կարևոր է նաև, որ անձը գիտակցի, որ իր հետ մի բան է տեղի ունենում ու ոնց որ թե այդ օքեյ չի։ Որտեվ հաճախ ասում են, դե ինչի տենց տուն կա, որ սենց չի լինում, հա, տենց տներ կան, որ տենց չի լինում, ու կան հարաբերություններ, որ տենց չի լինում։ Այլը հարցը, որ դժվար է հարաբերությունը պահել նենց, որ էմոցիոնալ լինելիս դիմացինին չվիրավորես, չստորացնես ու չցավացնես ու այն էլ մշտական հիմքով չլինի դա։ Այստեղ այդ լսելու մասով մարդուն կարողանալ լսելու մասով մի այսպիսի միտք առաջացավ, այս կյանքի արագ ընթացքի մեջ, երբ որ ժամանակը որևէ բանի չի հերիքում, մենք հաճախ չենք լսում, հա, մեզ հարազատ մարդուն, մեզ, չգիտեմ, ընկերոջը, հարևանին գուցե, իսկ մարդուն ընդամենը այդ պահին պետք է իրեն լսելը։ Ու հաճախ ճիշտ կլինի ուղղորդել մասնագետի գոնե, հա, ես ինձանից էլ ավելացնեմ այդ պահին, որ դուք չեք կարողանում լսել, գուցե չեք ուզում այդ բացասականը ձեր կյանք անդրադառնա, դուք դրա մասին իմանաք եւ այլն, ես խորհուրդ կտայի գոնե դիմել ինչ որ իրավասու մարմնի, ոչ այսպես հաղորդում ներկայացնելու պետական մարմինների, մասնավոր բազմաթիվ ընկերություններ կան, հասարակական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են դրանցով, հա, ու կարելի է դիմել գոնե այդ օգնությանը, կամ կարելի է գոնե դիմել օրինակ խորհուրդ տալ հոգեբանի եւ հոգեբանը փորձի այդ ամեն ինչ, հա, որովհետեւ այստեղ դու եթե ժամանակ չունես մարդուն լսելու, հոգեբանի աշխատանքն է դա։ Գոնե այս ուղղվածությունը փորձենք էլի ապահովել, այսպես լրիվ անտեսում չլինի, էլի։
Այո, Անի ջան, շատ ճիշտ եք, Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք անվճար թե իրավական, թե հոգեբանական, թե նաև նյութական աջակցություն ցույց տալիս են հիմնականում բռնության զոհերին, ինչքանով որ ես ժամանակին առնչվել եւ համագործակցել եմ։ Այո, նույնիսկ եթե չեմ ChatGPT-ն էլ սխալվում, եթե հարցնեք, կազմակերպությունների անունները բերում է, թեժգծեր, application-ներ էլ կան, այո, Safe-յուն որոնցով, դրանցից մեկը։ որոնցով կարող եք հենց իդեպ գաղտնիությունը իրենք ապահովում են, նույնիսկ եթե այդ պահին չես կարողանում դու որևէ զանգ կատարել, այնտեղ կոճակներ կա, որ իրանք դու նշում ես քո location-ն են հայտնաբերում եւ այն ծայրահեղ դեպքերի մասին է, հա, խոսքը։ Այնպես որ միջոցները կան իրականում պայքարելու, պարզապես երևի թե առաջնային պետք է ընդունել, որ դու կամ չգիտեմ, քո նկատմամբ կիրառվել է այդ բռնությունը եւ որոշակի ընդունելուց հետո արդեն գործողություններ ու ձեռնարկել։ ասեմ, մարդիկ շատ դժվար են դուրս գալիս այս հարաբերություններից, հատկապես եթե երեխաներ կան եւ ստիպված պետք է այն անձի հետ ամբողջ կյանք հաղորդակցվեն ու հարաբերվեն, ու երբեմն ցավոք նախընտրում են մնան նույն իրավիճակում։ Մարիամ, Կամ բայց գտնում երևի են ելք մնալու ընտանիքում, բայց սահման դնելու։ դնելու։ Այ այդ դրան էի ուզում անդրադառնալ, ինձ այնց այսպես ասած առաջ ընկակ մտքով, դեպքեր լինում են, որ նույնիսկ մարդը թերապիայի միջով անցնելով կարողանում է այդ իր սահմանները գծել, որոշակի ինչ որ իր համար նորմեր սահմանել եւ թույլ չտալ անցնի այդ սահմանը եւ ուղակի ընտանիքը այսպես չակերտավոր այդ դեպքում ընտանիքը, հա, շարունակում է գոյատևել։ Կարելի է նույնիսկ այդ մեթոդը ընտրել, հա, կողքից Բաժանությունը միշտ չի որ ելքա։ չթվա էլի, այսպես որ մենք բոլորին այդ բռնության դեպքերին ասում ենք, չէ, գնացեք գուցե երկուսն էլ անցնում են թերապիա, գուցե մեկն է անցնում։ Մենք չենք հրաժարվում մեր ծնողներից երբեմն։ Չափահաս մարդիկ էլ են բռնության ենթարկվում իրանց ծնողների կողմից։ Ու հաճախ չնե կարա իրանց ծնողներից հրաժարվեն, չակերտավոր բաժանվեն ու ընդհանրապես երեսները չտեսնեն, թեև այդպես էլ է լինում։ Հետաքրքիր բան ասացիք, որ հա, հոգեթերապիան ուղղված է լինում անձի հզորացմանը, որ เป զի տվյալ իրավիճակում մաքսիմալ հնարավորը կարողանա անի իրեն պաշտպանելու համար։ Ինքը չընդունի այդ մեղքի չափաբաժինը, չնույնականանա զոհի հետ եւ ինչ որ ձևերով իրեն փորձի պաշտպանի։ Ֆիզիկական բռնության դեպքում շատ ավելի դժվար է։ Շատ ավելի դժվար է, որովհետև այստեղ կա ռեալ կյանքի վտանգ, ցավ, բայց երբ որ գործ ունենք բռնության մյուս տեսակների դեպքում, անձը երբ որ հզորանում է, իրեն ընկալում է որպես արժանի մեկը հարգանքի, իրեն արժեք է որպես այդպեսին զգում, իսկ բռնության ենթարկված անձը որպես կանոն խորը ինքնամեղադրանք է նաև ունենում, սկսում է նաև հարաբերություններում ինչ որ չափով սահման դնել ու նաև չակերտավոր թույլ չտալ իր հետ փորձել նման ձևով վարվել։ Սա չի ընդհանրում, որ 100% դեպքերում գործելու է, բայց քչանում է, այո, որտեվ մեզ բուժու ժամանակ անի ոչ մեկ չի սովորացնում սահման դնել։ Օրինակ ասում են ամոթ է, եթե նույնիսկ չես ուզում, քեզ ուզում է ինչ որ մեկը գրկի պոչի, դե ամոթ է, չես կարող ասես չեմ ուզում։ Ոչ մեկ չի ասում, որ ասի, եթե ինձ հաճելի չի, ես կարամ ասեմ չեմ ուզում քո գիրկը նստեմ։ Հակառակը մենք մի տեսակ please ենք անում, հաճույ անում ենք։ Ու չենք խոսում, որ դա ինձ կոմֆորտ չի։ Մեր լռելու հաշվին փորձում ենք ու այդպես բոլորին, ծնողներին, եղբայրներին, հետո արդեն հետագայում մեր ստեղծած ընտանիքներում։ Այստեղ ես կարծում եմ մի հատ շատ կարևոր բան կարող ենք արձանագրել, որ երկու կողմն էլ, թե բռնարարը եւ թե զոհը, իրոք հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Անկախ նրանից կա դիագնոզ դրված, չկա դիագնոզ այդ պահի դրությամբ, միգուցե հոգեբուժական ախտորոշում չի, բայց հոգեբանական խնդիրը այո, արկա է ու երկուսն էլ օգնություն ստանալու իրավունք ունեցող անձինք են այդ պահի դրությամբ, հա, ու ես ուզում եմ, որ մարդկանց մեջ չլինի տարանջատումը, մենք միայն օգնում ենք զոհին, ոչ բռնարարին, եթե մեր շրջապատում կա նաև բռնարար, իրան էլ է պետք
փորձել ցույց տալ ուղղություն, նույն թեկուզ հոգեբանի հասցեն Ունեցել եւ եմ ես հեռախոսահամարը, նմանատիպ որովհետեւ շատ դեպքերում կարող է մարդը ինքը ենթարկվել է ժամանակին բռնության եւ ինքնաբերաբար դա անում է, բայց այս պահին անցնելով թերապիայի միջոցով իրոք կան մեթոդներ, իրոք կան տեսակներ, որոնք հնարավոր է այդ կանխեն, հա, այսպես։ Այնպես որ չտարանջատենք, երկուսին էլ օգնություն պետք է ցուցաբերել։ Ես իմ կարիերայում ունեցել եմ դեպքեր, երբ որ աշխատել եմ հենց բռնություն իրականացրած անձի հետ, ընտանիքի անդամներն են ուղղորդել, ուղղորդումը երբ որ արվել է, շատ հաճախ անձինք իրավիճակին չեն նայել որպես բռնություն, դե մտածել են, հա, բայց դե կինս է, բա տենց չի ձևը, իսկ ուրիշ ձև հնարավոր է։ Այն մեթոդը, որով ես աշխատում եմ, CBT-ն է, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ուղղությամբ եմ աշխատում հիմնականում, ու այս ուղղությունը մի հատ հետաքրքիր բան է ասում։ Մեր կյանքում միշտ կան տարբեր իրավիճակներ։ Այս իրավիճակները միանշանակ չի, որ լավն են կամ վատն են։ Ու իրավիճակներում մենք ունենք որոշակի արձագանք։ Տխրում ենք, ուրախանում ենք, բարկանում ենք։ Այս ուղղությունը հետաքրքիր բան է ասում է ոչ թե իրավիճակն է պայմանավորում էմոցիան ու վարքը, օրինակ ճաշը անհամա, դե նորմալ է, բա պետքա գոռամ մի հատ է խփեմ, այլ իրավիճակի եւ դրան տրվող արձագանքի միջև կա մեր մտքերը, վերաբերմունքը, ընկալումը։ Այսինքն, եթե իմ ընկալումը վերաբերմունքը ինձ ասում է, դե հա ես իրավունք ունեմ, բա տենց չի, պետքա մուննատ գամ խփեմ գորգորամ, իմ վարքը համապատասխանաբար տենց է լինելու։ Ուստի թերապիայի ընթացքում մենք աշխատում ենք այդ դիրքորոշումների, ընկալումների վերաբերմունքի ճանաչման, գիտակցման ու ձևափոխման ուղղությամբ։ Ու հա, շատ կարևոր է, որ օգնությունը ստանա ոչ միայն զոհը, այլև հենց այն անձը, ով որ բռնություն է իրականացնում։ Հատկապես հոգեբանական բռնություն կիրառողների նկատմամբ, այդ մարդիկ շատ դեպքերում իրենք չեն էլ գիտակցում, որ օրինակ կողքից դու նայում ես, ասում ես, բայց ակնհայտ է այստեղ, հա, գուցե տարիների փորձը, այսպես կարդացվածությունը եւ այլն, այսպես հանգամանքները բերում են։ Դու տեսնում ես, ասում ես ակնհայտ է, բայց ոչ ենթարկվողը եւ ոչ ենթարկողը չեն հասկանում, որ այդտեղ իրականում հոգեբանական բռնություն կա։ Բայց իրականում տուժում են, ցավում են ու նաև դժվար իրավիճակներում են հայտնվում։ Մարիամ, այս թեմայի մասին իրականում կարելի է այնքան երկար խոսել, որովհետև թե առանձին բռնարարի գործողություններ եւ այսպես վարք, թե զոհի, հատկապես երեխաների նկատմամբ կիրառվող դեպքերի զանազանությունը ու այսպես անպաշտպան լինելը երեխաների սարսափելի ծանր այսպես թեմա է եւ դրանց կարելի է առանձին անդրադառնալ, բայց մեր հաղորդման ֆորմատը մի քիչ կարճ ֆորմատ է եւ թույլ չի տալիս այսպես առանձին դրանց անդրադառնալ։ Հետագայում իհարկե եթե հետաքրքիր է թեման եւ եթե կոնկրետ որևէ թեմայի ցանկանում եք անդրադառնալ, կարող եք մեկնաբանություններում գրել եւ մենք դրան հենց կոնկրետ այդ թեմային կանդրադառնանք։ Մարիամ, մեր հաղորդումը ունի նաև այսպես մի ֆորմատ, բլից ֆորմատ, կարճ հարցեր, որոնց պատասխանները ակնկալվում են կարճ ֆորմատով։ Այս կխնդրեի քեզ դրանց էլ պատասխանել, եթե պատրաստ ես, սկսենք։ Այո։ Ահա։ Մարիամ, ո՞րն է ամենատարածված միֆը ընտանեկան բռնության այս ոլորտում։ Երևի թե бьет, значит любит։ Ծեծում է նշանակում է սիրում է, սա իրականում միֆ է եւ մի տեսակ ուզում են արդարացնեն, որ ծեծը սիրո ցուցանիշ է։ Չէ, ծեծը սիրո ցուցանիշ չէ, սա ընդհանրապես բռնության որպես այդպեսին գործոն է, ուստի երբ որ ձեզ գեր վերահսկում են, ամեն քայլ, ամեն գործողություն միգուցե սկզբում հաճելի է, բայց ինչ որ կետում դառնում է անտանելի եւ վերածվում է նաեւ ֆիզիկական բռնության։ Սա միանշանակ միֆ է։ Մարիամ, ո՞րն է առաջին ազդակը, որ անձը հասկանա, որ իր նկատմամբ կիրառվում է ընտանեկան բռնություն։ Նախ առաջին հերթին, երբ որ չունի ազատություն որոշում կայացնելու, ֆիզիկականի դեպքում հստակ է, պարզ է, կա ֆիզիկական, որպես այդպեսին բռնություն, իդեմս ծեծի կամ ինչ որ ֆիզիկապես ցավացնելու, բայց երբ որ անձը չունի ազատություն որոշում կայացնելու եւ չունի հնարավորություն ընտանեկան եւ այլ գործերում ներգրավված լինելու, սա հաճախ չեն դիտարկում որպես այդպեսին բռնություն, եւ իհարկե եթե մարդը հաշտ է
եւ իրեն վնաս չէ, այս ուրիշ հարց է, բայց երբ որ հաշտ չէ, բողոքում է, որ ինքն էլ է ուզում ձայնի իրավունք ունենա, բայց անընդհատ քննադատված եւ ստորացված է, այս դեպքում որպես այդպիսին ազդակ է, որ ոնց որ թե հարաբերություններում մի բան այն չէ։ Իսկ որ դեպքում մարդը արդեն անհանգստանա եւ մտահոգվի իր կյանքի, իր առողջության համար։ Այստեղ էական չի, թե մի անգամ է բռնության դեպք եղել, թե բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ անձը զգում է, որ իր համար այս իրավիճակում վատ է եւ հասկանում է, որ դիմացինը չի վերցնում պատասխանատվություն ու չի փոխվում, այսինքն եղավ ինչ որ մի դեպք բռնության որևէ տեսակի կիրառման ու սրանից հետո մարդը պատասխանատվություն չի վերցնում, ներողություն չի խնդրում, թեև երբեմն լինում է ներողություն խնդրում են, բայց էլի կրկնում են, ուշադիր լինել ու նաև զգույշ լինել, ինչի եմ ասում զգույշ լինել, որտեվ եթե մի անգամ եղավ, հավանական է, որ դա կարա կրկնվի։ Իսկ մարդու կյանքը ամենակարևոր բանն է այս աշխարհում ու նաև շատ կարևոր է զգույշ լինի։ Կդժվարանամ կոնկրետ մի բան ասեմ, բայց ուղղակի չհամարել, որ դա նորմալ է ու տենց էլ պետքա լինի։ Երևի թե սա առաջինն է, որ ընդունել, որ չէ, դա նորմալ չի, պետք չի տենց լինի։ Եվ վերջում Մարիամ մեկ նախադասությամբ կխնդրեի այսպես խորհուրդ, հորդոր կամ գուցե պահանջ, հա, հոգեբանի կողմից այն մարդուն, ով հայտնվել է այդ իրավիճակում։ Նախ ուզում եմ ասեմ, որ ես շատ ցավում ու շատ տխուր եմ, որ կյանքի այս փուլում կամ միգուցե նախկին իրավիճակներում դուք զգացել եք ցավ, ստորացում, միգուցե նաև մեկուսացում։ Ուզում եմ ասեմ, որ այս կյանքում դուք իրավունք ունեք լինելու երջանիկ։ Միգուցե այս պահին չկա հնարավորություն, բայց այն փաստը, որ այս պահին դժվար է, ձեր հանդեպ հարգանքով չեն հարգում ձեր սահմանները, այդ չի նշանակում, որ տենց պետքա լինի ու միշտ պետքա տենց լինի։ Առաջին հերթին ընդունել, որ դուք իրավունք ունեք լինելու ինքնաբավ երջանիկ ու եթե կարա կզբաղվեք ձեր ինքնազարգացմամբ, ձեր աճով, եթե հնարավոր է գոնե, արեք ինչ-որ մի բան, պլյուս վատ մի զգացեք օգնության դիմելուց։ Հաճախ մարդիկ վախենում են քննադատված լինելուց ու չեն բարձրաձայնում, խոսեք ձեր հարազատների հետ, ասեք, որ դուք գտնվում եք դժվար իրավիճակում, հաճախ խուսափում եւ չեն խոսում, եւ հիշեք, որ նաեւ օրենքի շրջանակներում կարող եք աջակցություն ստանալ։ Փորձեք ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ կարան օգնեն ու լսեն, որպես կանոն փակվում են մարդիկ եւ չեն կիսվում, բայց մի վախեցեք ու վատ մի զգացեք օգնություն խնդրելուց։ Հաճախ բռնարարները իմանալով, որ դե մեկը չի պատմելու, հանգիստ անում են այն, ինչ անում են, բայց երբեմն հասարակությունը ու արտաքին ռեսուրսները կարան օգտակար լինեն։ Փորձեք օգնություն խնդրել։ Մարիամ, շատ շնորհակալ եմ հաղորդմանը մասնակցելու համար, այս հրաշալի խորհուրդների համար, հրաշալի, այսպես ըստ էության արժեքավոր խորհուրդների համար մարդկանց եւ ցանկանում եմ այսպես ես էլ որպես իրավաբան ավելացնեմ, որ իրականում ընտանեկան բռնությունը հանցագործություն է, քրեորեն պատժելի արարք եւ որևէ դեպքում լռությունը բռնությունը չի կարող այսպես ոչ դադարեցնել, ոչ բացառել, այնպես որ ամեն դեպքում դրա մասին խոսելը կարծում եմ ճիշտ կլինի։ Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթն էր։ Բաժանորդագրվեք հետագա հաղորդումները բաց չթողնելու համար, որովհետև այստեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։